Եթե որևէ խնդիրներ կա, ինչ-որ պետական մարմինների հետ ստուգումներ բաներ կա, այդ ամենը խնդրում ենք անցնցում անել, որպեսզի աշխատանքը եւ աշխատակիցները չդժվեն։ Մենք մեր գործատուից շնորհակալ ենք, գոհ ենք։ 8 տարի եթե ես բավարարված չլինեի, ես այստեղ բնականաբար չի աշխատի։ Մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ։ Մենք ունենք աշխատանք եւ գոհ ենք մեր աշխատանքից։ Հիմա խնդրում ենք, որպեսզի ապահովեն մենք բնականon նույն աշխատանքը կարողանանք կազմակերպել։ Ասել են որքան ժամանակ է փակ մնալու։ Ոչ անորոշա, ոչինչ չեն ասել։ Մեկ շաբաթ է արդեն այս անորոշ վիճակում մենք անցյալ 2 շաբաթից այս վիճակն է եւ ոչինչ չեն ասում։ Եվ մենք չգիտենք դեռ դա ինչքան կտևի։ Դե համար մենք խնդրում ենք, այո, ինչու՞ չէ, խոսքս ուղղում եմ նաեւ մեր հանրապետության վարչապետին, խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, չգիտեմ, ոնց ուզում եք հասկացեք այդ ամենը մեկում։ Խնդրում ենք թույլ տաք, հնարավորություն տաք մարդիկ մտնեն աշխատեն, չէ՞ որ բոլորը այստեղ ընտանիքներ ունեն խնդիրներ բոլորը, ուզում են ամեն մարդ, մենք ավել ոչինչ չենք ուզում, մենք մեր աշխատանքն ենք ընդհանրապես ուզում։ Այո, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, միանշանակ, մենք ամեն րոպե իր կողքին ենք։ Եվ ես խոսքս նաև պարոն Ծառուկյանին եմ ուզում ուղղել, որ այստեղ շատ են, դեռ հավաքվելու են մարդիկ։ Հիմա ուղղակի շատ վատ խցանման ժամ է, բոլորը դեռ գալիս են։ Այո, մենք մեր ղեկավարի կողքին ենք։ Այսինքն առաջարկում եք ստուգումներ անեն, բայց զուգահեռ աշխատեք։ Գիտեք, պետական մարմինների մենք չենք առաջարկողը։ Իրենք կորոշեն ինչ կանեն, ինչ անեն, դա իրեն միայն անցնցում թող այնպես լինի, որ աշխատանքի բնականon հունը չխաթարվի։ Իսկ ինչ վերաբերվում է, այո, մենք ամեն կերպ պաշտպանելու ենք եւ կանգնելու ենք մեր պարոն Գագիկ Ծառուկյանի կողքին։ Միանշանակ դա չի քննարկվում եւ խնդրանք, նորից խնդրանք, հորդոր, պահանջ, բոլորը մեկում, նորից եմ խնդրում թույլ տվեք մարդիկ աշխատեն, բոլորը ունեն իրենց խնդիրները, բոլորը ունեն իրենց պահանջները, ցանկությունները, խնդրանքները, այլ ես դա կարող եմ հիմա այս բանը միայն ասել, ընթացքը թողնում ենք մեր վարչապետի խղճին։ Եթե երկար փակ մնա, ինչ քայլ են անելու աշխատողները, այսինքն եթե ինչքան երկար փակ մնա չաշխատեք, աշխատավարձ չեք ստանալու։ Իհարկե չենք ստանալու, որտեղից պիտի ստանանք, ով է մեզ վճարելու, պետությունը միանշանակ չի վճարելու դրա համար։ Մեր գործատուն մեզ բարեխիղճ ամեն ամիս վճարել է, մենք խնդիր չենք ունեցել։ Ես հիմա չեմ կարող ասել ինչ կա մենք կանենք, այս պայդրությամբ մենք փորձում ենք խնդրանք, որ խաղաղ ակցիայով այս ամենը փորձենք հասցնել պարոն վարչապետին, որպեսզի դա կանոնավորվի։ Հետագան ցույց կտա ընթացքը, թե մենք ինչ որոշումներ կկանենք, ինչ կանենք։ Ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում, տա Աստված, որ այս ամենը ունենա իր դրական հետևանքները։